Մենք մեր թեմի քահանաներս Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի միակամ, միասիրտ մեր որդիական խոնարհումը եւ աջակցությունն ենք բերում եւ հավատարմությունն ենք բերում ամենայն հայոց հայրապետին։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի Յարոսլավի մարզի հոգևորական Տեր Առաքել քահանա Ամիրյանի հետ զրույցում նշեց, որ թեմի քահանաները միակամ իրենց հավատարմությունն ու աջակցությունն են հայտնում ամենայն հայոց հայրապետին որդիական խոնարհությամբ։ Տեր Առաքելը անդրադարձավ կալանավորված Միքայել Բագրատ եւ Մկրտիչ սրբազանների վեհափառին ուղված պահանջին, ըստ որի անհրաժեշտ է դադարեցնել Փաշինյանին միացած թեմակալ առաջնորդների լիազորությունները եւ նոր նշանակումներ կատարել թեմերում, կանխելու քահանաների վրա հնարավոր ճնշումները։ Մեր կալանավորված բարձրաստիճան հոգևորականների կոչը ամենայն հայոց հայրապետին բխում է իրենց իշխանությունից եւ իրենց իրավունքներից։ Կարևոր չէ, թե նրանք այսօր որտեղ են գտնվում։ Մենք բոլորս էլ գիտենք, որ ապօրինի շինծու մեղադրանքներով կալանավորված մեր բարձրաստիճան սրբազանները հայ առաքելական Սուրբ եկեղեցու լիիրավ անդամ են եւ իրավունք ունեն իրենց կարծիքը, իրենց տեսակետը արտահայտելու նույնիսկ կալանավայրից։ Եվ առաջացած այս ծանր դրությունը փրկելու ճանապարհը իրենք տեսնում են ամենայն հայոց հայրապետի նմանատիպ գործողությունների պարագային, որպեսզի նախ կասեցվի որոշ թեմակալ առաջնորդների գործունեությունը եւ հրավիրվի եպիսկոպոսատ ժողով հայոց եկեղեցու մեջ նոր հերձված չառաջացնելու, ստեղծելու նպատակով։ Ուստի ինձ որպես հոգևորականի շատ դժվար է, շատ ծանր է այս մասին բարձրաձայնել, խոսել բարձրաստիճան հոգևորականների մասին, որոնց հանդեպ ես ունեցել եմ մեծ ակնածանք իմ ողջ գործունեության եւ առաքելության ընթացքում շարժվել իրենց խորհուրդներով, շատ հաճախ ուսանողական տարիներին, սարգսավակ տարիներին, լսելով իրենց խորհուրդները, իրենց պատգամները, ամրանալ հավատքի մեջ։ Միաժամանակ Տեր Առաքելը նշեց, որ որոշ հոգևորականներ շեղվում են իրենց կոչումից եւ համագործակցում իշխանությունների հետ, որոնց նպատակն է հայ եկեղեցու մասնատումն ու թուլացումը։ Դա ըստ նրա չի կարող ներկայացնել եկեղեցու ձայնը։ Համագործակցում են այնպիսի իշխանությունների հետ կամ այնպիսի անձերի հետ, որոնց գերագույն նպատակը ըստիս եւ ըստ շատերի պառակտել, ջլատել եւ քանդելն է հայ առաքելական 2000-ամյա մեր Սուրբ եկեղեցին։ Տեր Առաքելը նշեց, որ Ռուսաստանի թեմից միակ հոգևորականը, ով չի միացել եկեղեցուն աջակցող հայտարարությանը, Տեր Հակոբ քահանա Սարոյանն է, Գևորգ եպիսկոպոս Սարոյանի եղբայրը։ Տեր Հակոբը, ով թաքցրել է իր քաղաքական դիրքորոշումը եւ այժմ բացահայտ կանգնել է իշխանության կողմում։ Ես 17 եւ ավելի տարի նույն եկեղեցու մեջ, նույն թեմի մեջ ծառայել եմ Տեր Հակոբ Սարոյանի հետ եւ ներողություն պիտի խնդրեմ, բայց բարոյական չէ, որ ես իր մասին որևէ բան այս պահին բարձրաձայնեմ։ Այո, դուք ճիշտ եք, որ Գևորգ Սրբազանի եղբայրն է Տեր Հակոբը, այս պահին էլ գտնվում է մայր հայրենիքում եւ այն նախաձեռնությունը, որ մենք ունեցանք, ինքը չի մասնատել, բայց որևէ այլ բան այս պահին չեմ կարող ասել զուտ այն տարիների, այն միատեղ ծառայության համար, որ մենք ունեցել ենք։
Տեր Առաքելը ցավով է նշում, որ որոշ բարձրաստիճան հոգևորականներ շեղվել են իրենց ուխտից։ Նրա խոսքով հոգևորականի գլխավոր պարտականությունն է մնալ հավատքին եւ վեհափառ Հայրապետին հավատարիմ։ Իմ կարծիքը միանշանակ է։ Հավատարիմ լինել ամենայն հայոց Հայրապետին, հավատարիմ լինել Մայր Աթոռի հանդեպ իմ ուխտին եւ նրանք քեր կշեղվեն այս առաքելությունից, կուրանան այս ուխտը, կդավաճանեն այս ուխտը, բնականաբար ինձ հետ նույն ճանապարհով չեն կարող գնալ։ Եվ ես չեմ կարող ընդունել նման հոգևորականների կարծիք։ Բնականաբար հատել է բոլոր սահմանները։ Եվ հայ առաքելական եկեղեցու դեմ սկսած իր արշավը, որ ինքը փորձում է պայմանավորել անձերով, բնականաբար հավատ չի ներշնչում եւ մենք գիտենք եւ վստահ ենք, որ իր արածը արտաքին աշխարհից պատվեր է քանդել, մասնատել, թուլացնել այն միակ կառույցը, ով իզորու է ամբողջ աշխարհի առաջ բարձրացնել հարցեր, որոնք որ ինքը բնականաբար կվախենա բարձրացնել։ Արցախի հարցն է, Արցախյան մեր պատմամշակութային ժառանգության պահպանության հարցն է, արցախցի մեր հայրենակիցների իրավունքների հարցն է, մեր ավանդույթների, մեր ավանդական արժեքների, մեր դպրոցի, մեր լեզվի, մեր պատմության, մեր ինքնության հարցեր, որոնք այսօր այս գորշ իրականության մեջ նշմարելի է, որ տրված է բարձրաձայնելու միայն ու միայն եկեղեցու։ Բայց քանի որ երկրի ղեկավարի առաքելությունը այլ ճանապարհի վրա է, այլ կողմում է դիտարկվում։ Ուստի բնականաբար պետք է քանդի եւ ջլատի նաեւ այն կառույցը, որը որ իզորի է պաշտպանել մեզ իբրև հայ, իբրև ազգ, իբրև հազարամյակների պատմություն ունեցող, հարուստ պատմություն ունեցող ժողովուրդ։